Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Ողջույն, առաջին լրատվականի եթերում տարածաշրջան եւ անդին հայց Երևանից հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես Սիրանույշ Պապյանն եմ, անդրադառնալու ենք մեր տարածաշրջանում ու դրանից դուրս տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին։ Սիրիայի անցումային կառավարության ղեկավար Ահմեդ Ալ-Շարան հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ժամանակ քննարկվել է քրդերի իրավունքների երաշխիքների ապահովման հարցը։ Զրույցի ընթացքում երկու կողմերն էլ ընդգծել են սիրիական պետության ներսում քրդական բնակչության իրավունքների ու պաշտպանության երաշխավորման անհրաժեշտությունը, ասվում է Սիրիայի ժամանակավոր իշխանության հայտարարության մեջ։ Ալ-Շարան եւ Թրամփը նաեւ վերահաստատել են Սիրիայի տարածքի միասնության ու անկախության պահպանման կարևորությունը եւ համաձայնել են շարունակել համագործակցությունը իսլամական պետության դեմ պայքարում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում գրառում է կատարել, որտեղ նշել է, թե Միացյալ Նահանգները չի նահանջի Գրենլանդիան ձեռք բերելու իր ծրագրերից։ Գրենլանդիան ազգային ու համաշխարհային անվտանգության համար ունի գերակա նշանակություն, պարզապես հետդարձի ճանապարհ չկա։ Բոլորը համաձայն են դրա հետ, գրել է Թրամփը, նշելով, որ կղզու ձեռքբերումը կքննարկի Դավոսի ֆորումի մասնակիցների հետ։ Նա կտրուկ քննադատել է Չագոսյան կղզիները Մավրիկիոսին փոխանցելու վերաբերյալ Մեծ Բրիտանիայի որոշումը, նշելով Դիեգո Գարսիայի վրա գտնվող ԱՄՆ ռազմական բազայի համար սպառնալիքը։ Շոկային է, որ մեր փայլուն ՆԱՏՕ-ի դաշնակից Մեծ Բրիտանիան Դիեգո Գարսիան, որտեղ գտնվում է ԱՄՆ կարևորագույն ռազմական բազան, հանձնելու է Մավրիկիոսին եւ առանց որևէ պատճառի, նշել է Թրամփը, ընդգծելով, որ այս քայլը ցույց է տալիս Մեծ Բրիտանիայի թուլությունը, որը նրա կարծիքով նկատել են Չինաստանն ու Ռուսաստանը։ Նա հավելել է, որ նման գործողություններն են պատճառը, որ Միացյալ Նահանգները պետք է ձեռք բերի Գրենլանդիան իր անվտանգությունն ապահովելու համար։ Մոլդովան մոտաբագայում դուրս կգա ԱՊՀ կազմից, այս մասին հայտարարել է այդ երկրի փոխվարչապետ եւ արտգործնախարար Միխայիլ Պոդպշոյը։ Փետրվարի կեսերին մենք ամենայն հավանականությամբ կավարտենք կառավարությունում սպասվող գործընթացը։ Դրանից հետո խորհրդարանի падգամավորները վերջնական որոշում կկայացնեն։ ԱՊՀ շրջանակներում կնքված որոշ համաձայնագրեր, որոնք չեն հակասում եվրոպական երկրներում մեր մոտեցումներին ու որոշակի օգուտ են տալիս Մոլդովային, չեն չեղարկվի։ Իրավաբանորեն, սակայն Մոլդովայի Հանրապետությունը շատ կարճ ժամանակահատվածում պաշտոնապես կդադարի ԱՊՀ անդամ լինել, նշել է Պոդպշոյը։ Տեղափոխվենք մեր տարածաշրջան։ Թուրքիան սկսել է բանակցություններ վարել Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի միջև ձևավորված պաշտպանական համաձայնագրին միանալու շուրջ։ Ամերիկյան Bloomberg լրատվական գործակալությունը հղում անելով իր աղբյուրներին հայտնել է, որ բանակցությունները դեռ նախնական փուլում են, իսկ երեք երկրների միջև հնարավոր համաձայնությունն ունի Մերձավոր Արևելքում ու դրանից դուրս ուժերի հավասարակշռությունը փոխելու ներուժ։ Մինչդեռ թուրքական որոշ լրատվամիջոցներ հղում անելով միջազգային մամուլին նշում են, որ եռակողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները գրեթե ավարտված են եւ 26-ի առաջին քառորդում գործընթացն արդեն պաշտոնական բնույթ կգրի։ Պաշտոնական Անկարան ոչ հաստատել է եւ ոչ էլ հերքել է այս տեղեկությունը։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել լրատվամիջոցների հարցումը։ Նույն կերպ միջազգային մամուլում տարածված հրապարակումներին չեն արձագանքել նաեւ Պակիստանի ու Սաուդյան Արաբիայի պատկան մարմինները։ ԱՄՆ-ում բնակվող Իրանի վերջին շահի որդին Ռեզա Փահլավին դիմել է գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, նրան անվանելով հակաիրանական հանցագործ եւ Իրանի քաղաքացիներին կոչ արել պատրաստվել փողոցային բողոքի նոր ալիքի։ Այս մասին հաղորդում է Iran International-ը։ Դուք ձեր ռեժիմը եւ ձեր բոլոր գործակալները պատասխան կտաք թափված արյան յուրաքանչյուր կաթիլի համար, առանց բացառության գրել է Փահլավին X սոցիալական մեդիա հարթակում։ Իրանցիներին ուղղված իր ուղերձում Փահլավին ընդգծել է, որ նրանք միայնակ չեն մնա եւ որ նրանց դիմադրությունն արդեն փոխել է պատմության ընթացքը։ Նա նշել է, որ Իսլամական Հանրապետությունը սկսում է
ճաքեր տալ, իսկ նրա իշխանությունը թուլանում է։ Նա կոչ է արել շարունակել հավատը միասնության ու քաջության նկատմամբ եւ մահացածների համար վիշտ վերածել իշխանություններին դիմադրելու վճռականության։ Ռեզա Փահլավին նաև կոչ է արել իր կողմնակիցներին պատրաստ լինել փողոցներ վճռական վերադարձի ավելի զանգվածային, ավելի ուժեղ ու ավելի վճռական, քան երբևէ, ներառյալ ինչպես ինքն է նշել Թեհրանի համար պայքարը եւ Իրանի վերադարձը։ Նա իր ելույթն ավարտել է «Կեցե Իրանը» կարգախոսով։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել։ Հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։